Քանի որ հարցի հնարավորություն չունեի, իմ հարցերը կուղեմ Տիկին Գալյան ձեզ ելույթի տեսքով, ես երեկ այս ամբիոնից ելույթ ունեցա և նշեցի, որ քրեակատարողական հիմնարկներում արդեն 21 մահվան դեպք է արձանագրվել, ցավոք ելույթիս ավարտից հետո ցավով մեծ վշտով տեղեկացա, որ այդ թիվը մեկ անձով ավելացել է և արդեն լուր ստացա, որ 22-րդ մարտն է քրեակատարողական հիմնարկում մահացել։ Հարցս հետևյալն է, Տիկին Գալյան, ինչքան կարող ենք մենք այս հարցերը բարձրացնել և այս տխուր, այս սարսափելի վիճակագրությունը չկրճատվի կամ չգիտեմ, էլի սա մի հատ ահավոր մի պատկեր է, էլի ամեն անգամ արթնանալ և նման արձանագրումներ անել։ Խնդրանքս է ձեզ այս հարցի վերաբերյալ, որովհետև ոչ միայն ինձ այն մեր հասարակության տարբեր շերտերին հետաքրող հարցերը, այս հարցերին խնդրում եմ պատասխանեք, ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, եթե կան գործիքակազմեր, որ պիտի ազգային ժողովի կողմից ընդունվի, որ այս ամեն ինչը չլինի, առաջարկեք իմանանք։ Եվ նաև ԶԼՄ-ներով շրջանառվող մի տեքստ եմ ուզում ընթերցել, ուրեմն Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ, ծերծկրտուկ, վնասվածք, 9-ամյա դատապարտյալը փորձել է կախվել Սավանի կտորով, ավելի ուշ նույն հատվածում 26 և 30 տարեկան դատապարտյալների մոտ արձանագրվել է մարմնական վնասված, առաջին մասնաշենքում 62-ամյա ցմահ դատապարտյալը դեմքին հայտնվել են հարվածներ և այս ցանկը երկար է, կներեք 2 վայրկյան, սա ԶԼՄ-ներից մեջբերումն է, խնդրում եմ նաև այս հարցերին պատասխանեք, արդյոք սա համապատասխանում է իսկությանը,